Պոլիկլինիկաներում գործող նեղ մասնագիտական որոշ կաբինետներ փակման վտանգի շեմին են։ Որոշման հիմնավորումն ու վկայաբերվող պատճառը վերջիններիս ցածր դիմելիությունն է, ինչը մասնագետներից շատերի դիտարկմամբ լիարժեք ու համոզիչ փաստարկ չէ։ Առողջապահության ոլորտի փորձագետներն ասում են, որ օրինակ ինֆեկցիոն ծառայությունները լայն գործառույթներ ունեն, որոնք չեն արտահայտվում պացիենտների այցելությունների թվով։ Դրանք ներառում են կանխարգելում, վաղ ախտորոշում, համաճարակաբանական վերահսկողություն, կրթական աշխատանք։ Առաջին՝ վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշում եւ բուժում, երկրորդ՝ վարակների վերահսկում եւ կանխարգելում, երրորդ՝ կոնտակտային անձանց վերահսկում, չորրորդ՝ իմունոպրոֆիլակտիկա, սա արդեն հանձնված է ընտանեկան բժիշկներին, հինգերորդ՝ քրոնիկ ինֆեկցիաների կառավարում, վեցերորդ՝ համաճարակաբանական հսկողություն, յոթերորդ՝ կրթական եւ խորհրդատվական դեր։ Առողջապահության ոլորտի կազմակերպիչների մտահոգողն այն է, որ այդ գործառույթները փոխանցվելու են այլ բժիշկների, ովքեր դրա մասնագետները չեն։ Ուստի սպասվող փոփոխությունների ֆոնին անհանգստացնող է նաև կանխարգելիչ բժշկության արժեզրկումը։ Իրանք ուզում են մի քանի կենտրոններ թողեն մասնագիտացված, այն մանր-մունր, որ աշխատավարձ չտան եւ այլն, մաքրեն։ Այսինքն ամեն մի պոլիկլինիկա չի, որ փող ունենա ինֆեկցիանից կամ մեծ մասնագետ, որ իրանք չեն կարող պահեն։ Մի քանի հատ ունենան կամ մեծ հիվանդանոցներում կամ իրանք ընտրյալ պոլիկլինիկաներում դրանք լինեն, որովհետև չի կարող որ չլինի։ Պացիենտների համար սա կարող է հանգեցնել մի շարք վտանգներով, պայմանավորված ուշ ախտորոշման ռիսկի։ Երբ նեղ մասնագետը հասանելի չէ, այդ դեպքում բուժառում կամ ուշ է դիմում, կամ էլ դիմում է ոչ համապատասխան մասնագետի։ Արդյունքում հիվանդությունն արդեն կարող է բարդացած լինել։ Դրանից բացի վարակների վերահսկման տեսանկյունից էլ այն կարող է նպաստել դրանց տարածման աճին։ Առողջապահության կազմակերպիչները նշում են, որ սրանք գործընթացներ են, որոնք թեև չեն երևում, բայց երկարաժամկետ առումով շատ վտանգավոր են հանրային առողջապահության տեսանկյունից։ Նրանց կարծիքով կարևորը քանակական եւ որակական գնահատականների միջև հավասարակշռության պահպանումն է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։